Հանրապետական կուսակցությունը 2013 թվական մուտք է գործել մեծ ակնկալիքներով։ Մեր տեխնացին առաջ դրել ենք եւ ընտրելու ենք եւ համոզվածություն ունենք, որ ընտրվելու է։ Կուսակցության կազմակերպչական հարցերով փոխնախագահի կարծիքով իրենց տեխնացուի հաղթանակը ակնհայտ էր նաեւ այնպիսի հզոր ուժերի համար, որոնք նախընտրեցին չմասնակցել ընտրություններին սեփական տեխնացուով։ Այնպիսի լուրջ տեխնացուներ, որոնց թիկունքում կային հասարակության տված քվեներ, չմասնակցեցին ընտրություններին։ Բնականաբար այս համարը ճիշտ էլ արեցին։ Միաժամանակ պարոն Զոհրաբյանը չի թերագնահատում նախագահի առաջադրված մյուս տեխնացուներին։ Դե Ռաֆի Հովհաննիսյանն էլ է մրցակից, Հրանտ Բագրատյանն էլ է մրցակից, եւ այնտեղ էլի կարող մի երկու քել ասենք իրար գումարած, էլի մրցակից լինեն։ ՀՀԿ փոխնախագահի խոսքերով թեև իրենց տեխնացուին համարում են հաղթած, սակայն շատ լուրջ են պատրաստվում ընտրություններին։ Շտաբներ են ձևավորվում, շտաբների կազմեր են ձևավորվում։ Պետք է լինեն որոշակի քանակի շտաբներ, որոշակի քանակի պատրաստված, փորձված կազմակերպիչներ։ Այնուհանդերձ Ռազմիկ Զոհրաբյանը չի խոստանում, որ փետրվարի 18-ին կլինեն 100%-անոց ազատ եւ արդար ընտրություններ, միայն հավաստիացնում է, որ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից։ 100%-անոց კი այն ազատական երկրներում չի լինում։ Եվ կարծում եմ, որ այս նախագահական ընտրությունները էլի մի քայլ առաջ են նոր, ասենք ազատ արդարի հետ կապված այդ հասկացություններով, կանցնի ասենք, այսինքն մենք արդեն աշխատում ենք, անդադ զարգացնում ենք։ Նա նաև խոստանում է, որ ընտրակաշարք չի բաժանվելու։ Կարող առանձին դեպքեր կան, մեկը մյուսին ինչ-որ մի խմբին ավել ձայներ ցույց տալու համար մի քանի դրամ բաժանում, դա մենք չենք էլ տեսնում, ապացուցելը դժվար է, բայց այդպիսի մոտեցում, որ մենք պետք է ընտրակաշարքներ, այդպիսի բան չկա։ Ոչ տվել են, ոչ առել են։ Պարոն Զոհրաբյանը առաջադրված տեխնացուներին հիշեցրեց հայտնի անեկդոտ, ըստ որի Հայաստանում կա 3 միլիոն Նապոլեոն ու խորհուրդ տվեց հրաժարվել այս մոտեցումից։ Ճիշտ ասած, ես հակված չեմ մտածել, որ մեկ ունեք 3 միլիոն Նապոլեոն, դրդության պահ պետք է լինի, բայց բնականաբար կյանքը ցույց է տալիս, որ ի վերջո որոշակի քանակի մարդիկ կարող են հավակնել նախագահի տեխնացուի։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPF